Այսօր զրուցում ենք միջազգայնագետ Հայաքվե քաղաքորդի անդամ Արմեն Մանվելյանի հետ, շնորհակալություն, որ մեր հյուրն եք։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Մանվելյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կազմաքանդված է եւ հայկական ապրանքների արգելքը կարող է լինել ԵԱՏՄ վերջի սկիզբը։ Սակայն միևնույն ժամանակ պնդում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու պլան չունի։ Ինչպես է գնահատում այս հայտարարությունը նախ եւ ձեր գործընկերներից մեկը հայտարարում է, որ եթե Հայաստանը դուրս գալու պլան չունի, միթե Ղազախստանը կամ Կիրգիզիան են փլուզելու ԵԱՏՄ-ն հայկական ապրանքների պատճառով։ Նայեք, հենց իր այս արտահայտության մեջ երկու իրար հակասող բան կա։ Եթե ինքը փլուզման սկզբում, ապա ինչու է Հայաստանը պատրաստվում մնալ այդ փլուզվող կառույցի տակ։ Հակառակը պետք է օր առաջ դուրս գա։ Եթե միջ չունի դուրս գալու, ապա այդ դեպքում ոնց է ինքը փլուզում։ Նայեք, խնդիրը հետևյալն է, ԵԱՏՄ-ը, երբ որ ինքը ստեղծում է իր գաղափարի մեջ, ինքը պետք է դառնար այս երկրները, ովքեր անդամակցում են, որոշակի էներգետիկ համագործակցության կենտրոն, այսինքն էներգետիկ թեմաները, դա գազի, նավթի, էլեկտրաէներգիայի շուկաների միասնությունը պետք է այն հիմքը դառնար, որի վրա էլ կառուցվեր նրա տնտեսական զարգացումը։ Ինչու, որովհետև ԵԱՏՄ շատ անդամներ բավական էժան գնով ունեն գազ, էլեկտրաէներգիա, նավթ, որը եւ առավելություն է միշտ տալի քեզ, որոշակի անկախություն է տալիս քո տնտեսությունը զարգացնելու համար։ Հետաբար տրամաբանությունը գլոբալ առումով սրա մեջ է։ Դուրս գալը կամ ԵԱՏՄ-ի դեմ քայլեր իրականացնելը, սա բերելու է նա, որ այդ ամբողջ ապրանքը սկսելու է թանկանալ։ Նույն այդ գազը, նույն այդ նավթը, նավթամթերքը եւ այլն, սա արդեն բերելու է ամբողջ քո շղթայական ռեակցիա եւ քո տնտեսության քայքայմանը, այլ ոչ թե ԵԱՏՄ-ի։ Հարկանշական է, որ Փաշինյանի այս կատեգորիկ խոսույթը հնչել է Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո։ Արդյոք Մոսկվան Հայաստանին եւ այս ճգնաժամը օգտագործում է որպես կատալիզատոր ԵԱՏՄ ներսում ավելի լայն աշխարհակարգային հարցեր լուծելու համար եւ նոր պայմաններ թելադրելու համար, ինչ եք կարծում։ Նայեք, սա շատ վտանգավոր ցուցիչ է Հայաստանը, որովհետև եթե հետևենք, ապա վերջին տարիներին Հայաստանի առաջ բոլորը պայմաններ են դնում։ Ադրբեջանը պահանջում է հանրաքվեանել սահմանադրությունը փոխել, Ռուսաստանը պահանջում է հանրաքվեանել որոշել Եվրամիություն ես գնում թե ԵԱՏՄ ես մնում, Թուրքիան պահանջում է հայկական կողմը հրաժարվի ցեղասպանության, Եվրամիությունը պահանջում է, որպեսզի Հայաստանը հստակ կերպով դառնա հակառուսական ճամբարի երկիր, այսինքն Հայաստանի ինքնիշխանությունը այնքան է թույլատրել, որ բոլորը պահանջներ են դնում, բայց սա արդյունքը նաև այսօրվա գործող ռեժիմի քաղաքականության է, որը օրենքի մակարդակով ընդունում է որոշում, որ ինքը դառնալու է Եվրամիության անդամ, անցյալ տարի մարտ ամսին օրենք ընդունեցին, այսպես կոչված Եվրամիության անդամակցելու։ Եվ միաժամանակ սառեցված է։ Եվ միաժամանակ շարունակում են մնալ ԵԱՏՄ անդամ եւ դա համար սեղ հարցեր են առաջանում արտաքին խաղացողների կողմից վերջերս պետք է կողմնորոշվես։ Տեսեք, Պուտինը հայտարարեց, որ Եվրամիությանը ձգտելու հարցը պետք է լուծվի համաժողովրդական հանրաքվեով։ Մյուս կողմից Հայաստանի Սահմանադրությունն էլ պահանջում է, որ վերպետական կառույցների միանալու դեպքում պետք է հանրաքվե լինի։ Ըստ էության, ինչ եք կարծում, Մոսկվան Երևանին հիշեցնում է իր իսկ սահմանադրությունը, թե սա քաղաքական թակարդ է։ Նայեք, սա ավելի շատ քաղաքական հնարավորություն է Մոսկվայի համար, որոշակի ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ, օգտվելով նորից գործում այսօրվա ռեժիմի քաղաքական սխալներից, իր երկակի խաղերից, էլի տարբեր աթոռների նստելու իրեն թվացial այդ հմտություններից, ինչը բերում է նրան, որ մի կողմից կանգնում հայտարարում են, որ եվրոպական շուկան 400 միլիոնանոց մեր համար բաց է, բայց հետո չգիտես ինչու է 400 միլիոնանոց շուկա ոչ մի ապրանք չի գնում, կամ եթե գնում է ինչ-որ չնչին թվով, որը էական ազդեցություն չի ունենում։ Այսինքն մեզ կտրում են մեր հիմնական շուկաներից, միաժամանակ չտալով դրան այլընտրանք։ Եթե իրանց համար իսկապես եվրոպական շուկան կարևոր էր, 8 տարի ժամանակ ունեին, թող աշխատեին։ Լավ, ինչ եք կարծում, ինչու է Եվրոպան լուր այս հարցում։ Հատկապես հանրաքվեի մասով։ Եվրոպան ունի հստակ իր ծրագիրը, որը կոչվում է հակառուսականություն։ Իսկ ինչքան դու հակառուսական ես, այնքան Եվրոպային ձեռնատու է։ Այլ բան է, որ դա չի բխում Հայաստանի շահերից։ Նույնպես մեր շահերից չի բխում հաշվի առնելու մեր քաղաքական կշիռը, տարածաշրջանը մեր դիրքը, վերջին տարիների այսօրվա ռեժիմի պարտությունների քաղաքականությունը, լինել հակա ինչ որ մեկի դեմ, նույն հակա Արևմուտք, հակա Ռուսաստան, հակա Իրան, ցանկացած այս հական բերելու է քո դիրքերի ել ավելի թուլացմանը,
ու ցավոք սրտի, սակայն սրանք իրանք ընտրել են հակաների քաղաքականություն, ինչը բերում է Հայաստանի ինքնիշխանության այս խղճուկ վիճակին ու անկմանը։ Եթե ձեռնտու է հակառուսական քաղաքականությունը Եվրոպային, Արևմուտքին, ինչու Արևմուտքը այսօր որևէ հայտարարություն չի անում, որ հանրաքվեի մասով միգուցև Հայաստանի համար դեռ վաղ է խոսել։ Նայեք, սկզբունքորեն ինքը մի քանի տենց հայտարարություն արել է, անձինս օրինակ, երբ որ իրենց ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայնը Հայաստանում էր ասում էր, որ մեր շուկան ձեր համար բաց է։ Սա ինչ որ առումով հակառուսական հայտարարություն է, որ բարձր հանրաքվեի մասով։ Չէ, հասկանում եմ հանրաքվեի մասով։ Հանրաքվեի մասով իրենց առանձնապես հետաքրքիր չի։ Նայեք, բոլորը ուզում են Հայաստանին օգտագործել։ Հայաստանի ինքնիշխանությունը այսօրվա գործող ռեժիմի թեթև ձեռքով այն այսչան թույլատրել բոլորը ուզում են օգտագործել օգնել Հայաստանին ոչ ոք չի ցանկանում որովհետև Հայաստանը ինքը իրեն չի ցանկանում ավելի շուտ այսօրվա իշխանությունը ինքը իրեն չի ցանկանում օգնել կամ ավելի շուտ հայ ժողովրդին ու Հայաստան պետության Լավ, Եվրոպային արևմուտքին պետք է թույլատրած Հայաստան։ Իսմը արևմուտքը ամեն բացարձակ մեկ Հայաստան ինչ վիճակում կլինի։ Ինչ որ առումով իհարկե թույլատրած Հայաստան պետք է չմոռանանք։ Պետք է որպես տարանցիկ երկիր գազը էներգակիրները Եվրոպա հասնելու համար։ Ոչ էլ առանձնապես տարանցիկ երկիր է։ Իա պետք է Հայաստանը թույլատրած, որը ըստ իրենց պատկերացում դուրս լինի ռուսական ազդեցության գոտուց, այստեղ չլինի ռուսական բանակ, ռուսական սահմանապահը, դե չէ, իսկ մնացած թե Հայաստանը այդ ինչ կլինի, արդեն իրենց համար բացարձակ երկրորդական։ Կա կարծիք, որ Հայաստան հայ-ռուսական ճգնաժամը վաղուց դուրս է եկել լոլիկ ծիրան, այսպես ասած, այդ մակարդակից եւ հասել է ռազմավարական ենթակառուցվածքներին։ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը կոշտ հայտարարություններ է արել, մի կողմից նա հիշեցրել է Հարավկովկասյան երկաթուղում ռուսական 30 միլիարդ ռուբլու ներդրումների մասին, սպառնալով փոխհատուցման պահանջով։ Մյուս կողմից հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ ընդամենը 0.9% է կազմում եւ հայկական ապրանքները փոխարինելը իրենց համար որևէ դժվարություն չի ներկայացնում։ Որպես տնտեսական եւ ենթակառուցվածքային անվտանգության մասնագետ, ինչ է կարծում, ինչպես է գնահատում այս հայտարարությունը, ստացվում է այնինչ Մոսկվայի համար 0.9% նշան վիճակագրությունը Երևանի համար կեսական նշանակության կախվածություն է։ Այո, նայեք, մեր պատրաստի ապրանքը գնում է հիմնականում ԵԱՏՄ շուկա, դրա առույցի բաժինը Ռուսաստան։ Սա շատ կարևոր է պատրաստի ապրանք արտահայտությունը, որտեղ ասենք թե հանքահունքի մի մասը գնում է Չինաստան, տարբեր երկրներ, բայց պատրաստի ապրանքը ավելի կարևոր է, քանի որ քո համար աշխատատեղեր ստեղծում են հենց այդ պատրաստի ապրանքները։ Հանքահունքային այդ ամբողջ ծավալը ահռելի, որ թվում է թե գնում է դեպի օրինակի համար Չինաստան, իմ ամենամեծ գնորդը, ինքը աշխատատեղեր չի ստեղծում։ Կա համար աշխատատեղեր ստեղծում են այն գյուղատնտեսական ապրանքները, որ դու արտանում ես հիմնականում ռուսական շուկա։ Եվ դրա համար այս շուկան դու պիտի ասենց ասեմ, փայփայես, պահես ամեն գնով աշխատացնես, այլ ոչ հայտարարես, ասենք թե օրինակ կարծեմ 3 էին հայտնել, որ հայկական ձուկը լավը չի։ Դրանով փաստորեն նաև եւս մեկ անգամ ապացուցել է, որ ռուսական կողմը որ արգելում է ձկի մուտքը, ճիշտ է անում, որ արգելում է, փոխանակ հակառակը ասել էլի, երկրի վարչապետի աթոռի նստած անձի կողմից։ Այսինքն որ ինքը հայտարարում է, որ հայկական ձուկը լավը չի, խենք արտահանում, Ռուսներն ասում են ճիշտ էլ անում ենք, որ արգելում ենք։ Նույն տրամաբանությամբ կարելի է հայտարարել հայկական գյուղմթերքներ լավը չի, չգիտեմ, ծիրանը եւ այլն։ Իսկ ենթակառուցվածքների մասով ինչ կասեք։ Հարավկովկասյան երկաթուղը։ Նայեք, Հարավկովկասյան երկաթուղը ինքը ռազմավարական իսկապես նշանակություն ունի։ Բայց մյուս կողմից էլ եկեք նայենք քարտեզերը կտեսնենք էլի որ Հարավկովկասյան երկաթուղի կոչված, որ իրականում Հայաստանի տարածքով անցնող ընդհանրապես մի փոքր հատված է։ Ինքը առանց լրջագույն ներդրումների չի կարող աշխատել, որտեղ ինքը ուղղակիորեն եկամտաբեր չէ։ Այսինքն դու չես կարող այդ վերցնես, աշխատացնես եւ դրա վրա փող աշխատես, առավելևս հիմա։ Դեռ ասենք թե մի 4-5 տարի առաջ հնարավոր է, որտեղ ասենք թե դրա ծավալի մի հսկայական մասը ապահովում էր օրինակի համար զոդի հանքավայրը, որը աշխատում էր ամբողջ տապով եւ մոտապես տարեկան 1.5 միլիոն տոննայի ապրանք էր ապահովում։ Հիմա քանի որ սրանց էլի թեթև ձեռքով այդ հանքավայրը համարյա թե կանգնած է աշխատում էր հնարավորության 10-ից 20%-ի չափով, ինքը Հարավկովկասյան երկաթգիծը, այսինքն հայկական երկաթգիծը ընդհանրապես եկամտաբեր չէ։ Հա, իրանք կարող են վերցնել, բայց կարան աշխատացնել, կարան այդ ներդրումները։ Իսկ Ռուսաստանի փոխհատուցման պահանջի մասով ինչ կասեք Ռեշետնիկովի հայտարարությունը։ Նայեք, գիտեք, սա արդեն 30 միլիարդ ռուբլին։
սա կոնսենսիոն պայմանագրի պայմանները պետք է նայենք ինչով է տրված։ Օրինակ ես գիտեմ, որ կոնսենսիոն պայմանագիրը, որ տրված է այդ համաձայնագրով, որ տրված է ռուսական կողմին, օրինակ պահանջ է դրված, որպեսզի ոչ մի աշխատատեղ չպիտի փակվի։ Դա ման այնտեղ մեծ մոտ 3000 մարդ է աշխատում։ Օրինակ շատ մասնագետներ ինձ ասում են, շատ գրագետ այդ 3000 մարդու կարիք չունի, էլի հայկական երկաթգիծը լավագույն դեպքում 2000-ին կարելի է անել, բայց ռուսական կողմը պահում է այդ պայմանագրի համաձայն։ Եթե դու վաղը հրաժարում ես ռուսական կողմից, ումա պետք ով է գալու դա որպես կոնցեսիոն կառավարում վերցնի դեռ մի հատ ներդրում անել, որովհետև նորից առանց ներդրումների ինքը չի կարող աշխատի։ Իր մեջ անընդհատ պետք է ներդրումներ ան։ Այլ բանա, եթե դա ահռել մի երկաթգիծ լիներ, որը մեծ եկամուտներ բերի, բայց ինքը եկամուտ չբերող ծախսատար բան է։ Մենք այդ կամ բյուջեից պիտի ծախսարվեր, կամ տրվել է ռուսական կողմին, որը այդ ծախսը անում է։ Օրինակ, հիմա անցյալ տարի որ ջրհեղեղ եղավ Ալավերդում, իրանք եկան իրենց հաշվին, իրենց մասնագետների միջոցով ամբողջովին այդ համակարգը վերանորոգեցին, առանց հայկական կողմին մի կոպեկի պահանջ դնելու։ Ով անելու դա, եթե ասվածչարի մի հատ ջրհեղեղ, եթե ասվածչարի մի հատ խնդիր առաջացավ, որ պետք է ոչ մասնագետներ ունենք ցավոք սրտի, ոչ ինժեներներ ունենք այդ դրա գծով, որովհետև եթե ունենք, այսինքն նախկինում ունենք, հիմա դրանք բոլորը մեծացել է եւ այլևս այն տարի եվրոպական ինչ որ կազմակերպության, եթե կառավարման հանձն են եվրոպական ցանկացած կազմակերպություն կգա կվերցնի, եթե ինքը դից օգուտ ունի։ Այսինքն եթե ինքը եկամտաբեր է, քաղաքական նպատակահարմարությունից ելնելու, իրանք երբեք չեն գալ եւ չեն վերցնի։ Նորից եմ գրում, ցանկացածը կվերցնի, ով հասկանա, նստի հաշվի, որ տնա դրա մեջ եկամտաբերություն կա։ Օրինակի համար ես համոզված եմ, եթե վերցնեն, ապա առաջին բանը որ կանեն, աշխատողների 60-ից 70%-ին կհեռացնեն աշխատանքից, որտեղ կասեն, այսքան աշխատող չեն կարող պահել։ Ռուսական կողմը պահում էր, որտեղ կոնցեսիոն պայմանագիրը այդ պահանջը դնում էր, բայց իրենք հրաժարվեն դրանից անել եւ այլ, այսինքն ինքը բավական լրջագույն խնդիրներ է միայն բերելու Հայաստան ու ոչ մի օգուտ։ Իդեպ արևմուտքը լուր է նաև Հայաստանում տնտեսական եւ քաղաքական վերաբաշխումների ֆոնին, արևմտյան բևերը լարում է սեփականության իրավունքի խախտումների մասին, տնտեսությունը դառնում է քաղաքական վեճերի զոհ, մինչդեռ արևմուտքի համար գիտենք, որ սեփականության իրավունքը սրբության սրբոց է, ինչպես ասում են, ինչու է այդ նույն արևմուտքը, որի համար սեփականության իրավունքի ոտնահարումը դա սրբություն է, այսօր լուր։ Նայեք, սա երկու խնդիր կա։ Առաջինը, քանի որ արևմուտքը պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, ինքը շատ հարցերում է սկսել աչք փակել։ Նույն ասենք թե եկեղեցու դեմ սրանց պատերազմի ժամանակ ոչ մի արձագանք չեղավ, կամ եղավ շատ այս թեթև զգուշ։ Հիշենք նույն Ուկրաինայում ընդհանրապես արգելեցին ուղղափառ եկեղեցու գործունեությունը եւ նորից ու շատ եպիսկոպոսների ձեռփակալեցին չնայած Հայաստանում նույնն էլ այդ սեփականության է, իսկապես սեփականության իրավունքը արևմուտքում սրբության սրբոց է, բայց հատկապես Միացյալ Նահանգներում, բայց այդ ամենը իրանք աչքը փակում են, որովհետև գտնում են, եթե սա ձեռնատու է հակառուսական տրամադրությունները ուժեղացնելու համար, ինչու՞ չէ թող լինի։ Այսինքն սա նորից տեղավորվում է իրենց հակառուսական քաղաքականության մեջ։ Բայց մյուս կողմից հարցի երկրորդ կողմն էլ կա։ Ես կարծում եմ, այս թեման պետք է շարունակաբար բարձրացնել հենց արևմուտքը, որտեղ արևմուտքը ասես միասնական կառույց չէ, ոնց որ մեզ կարող է։ Այնտեղ տարբեր կազմակերպություններ կան, նաև ազդեցիկ ուժեր կան, աջ քաղաքական ուժեր կան, որոնք չեն կիչում այսօր ձախ ուժերը իշխանության գտնվելու պարագայում իրանց այս հակառուսական քաղաքականությունը։ Այսինքն արևմուտքի հետ աշխատել է պետք։ Այսինքն հասարակական սեկտորը պետք է աշխատի։ Եվ նայեք, բոլոր սեկտորներից պետք է աշխատել, եւ հասարակական սեկտորի հետ պետք է աշխատել, եւ աջ քաղաքական ուժերի հետ է պետք է աշխատել արևմուտքի եւ այդ հարցերը հայաստանյան որ ուժերը կամ ովքեր պետք է դրանով զբաղվեն։ Նայեք, իմ կարծիքով հենց ընդդիմությունն էլ պետք է զբաղվի, գոնե փորձի միավորվել, միասնական հարթակ ստեղծել, չասեմ որպես մի կառույց, այլ միասնական գոնե ինչ-որ հարթակ լինի, որտեղ շարունակաբար արևմուտքի առաջ դնի այդ խնդիրները, որ Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարվում են, Հայաստանում մարդկանց ձերբակալում են եւ նրանց ձեռը սեփականություն խլում են առանց դատ ու դատաստան։ Դատական ոչ մի որոշում չկա, բայց մարդկանց սեփականությունը խլել են, արդեն սկսում են օգտագործել եւ այլն, ու սա մասսայական բնույթ է կրում։ Սա շատ վտանգավոր տենդենցիա է, եթե սա չբողոքարկվի եւ սա դեմը չարվի, ապա վաղ միսը բոլորի տները գնալու են, մարդկանց իրենց տներից են անել, ասել են մենք դու ընդդիմադիր ես, դու քննադատում ես այսօրվա ռեժիմին, քեզ զրկում են քո սեփականությունից, քո սեփական բնակարանից։ Այսինքն չզարմանաք, որ գործը հասնի սրան է։
Ինչ եք կարծում, Երևանը դեռ երկար է մանևրելու Մոսկվայի եւ Բրյուսելի միջև, թե մոտեցել է այն պահը, որ վերջնական կտրուկ որոշում կայացնելու պահն է արդեն։ Նայեք, Երևանը իմ կարծիքով հասել է մի կետի, որտեղ եւ Մոսկվան եւ Բրյուսելը հստակ առաջադրանք են տվել կամ Երբ է այդ որոշումը կայացնելու ժամանակը գալու։ Դե ռուսական կողմը ասել է մինչև դեկտեմբերի վերջ։ Կարող է, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ գա։ Ամեն ինչ հնարավոր է։ Ես կարծում եմ արևմուտքն են նույն պահանջը դրել։ Պետք է հայկական կողմը հստակ կերպով մտնի հակառուսական ճամբար, միանա հակառուսական պատժամիջոցներին, այսպես կոչված սանկցիաներին, եւ ինչու՞ չէ նաեւ պահանջ կա ընդհանրապես վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանին։ Այսինքն, այս քայլերը եթե արևմուտքի պահանջների մեջ կա եւ հայկական կողմը կատարի, սա կարող է բերել Հայաստանի վերջի սկիզբը լինի ոչ թե ԵԱՏՄ-ի համար, այլ Հայաստան պետության համար։ Առաջիկա ամիսներին, այսպես ասեմ, աշնանը միգուցե ինչ սպասելի զարգացումներ կարող են լինել, ինչի ականատես կարող ենք դառնալ։ Նայեք, այսօրվա ռեժիմի առաջ շատերը պահանջներ են դնում, ամենամեծ պահանջը դնում է Ադրբեջանը, այսպես կոչված սահմանադրության փոփոխության։ Իրականում հասկանում ենք, իրանք սահմանադրության փոփոխություն չեն ուզում, իրանք ուզում են հայկական կողմը հրաժարվի անկախության հռչակագրից։ Եվ հիմնական զարգացումները կարելի է սրա շուրջ սպասել, որտեղ այս պահանջը հստակ է, իրանք մի քանի անգամ ասել են, որ չեն հրաժարվի, բայց կատարել այս պահանջը կարող են, եթե ինքը ունենա սահմանադրական մեծամասնություն, որ այլևս չունի խորհրդանում, կամ գնա հանրաքվեի։ Իսկն բոլոր կողմը ոնց ասեմ, այսօր Հայաստանին հանրաքվե պահանջելու այս տենդենսի մեջ են։ Կարող են արդյոք Ինչը պահանջում է նաև սահմանադրությունը, մեր երկրի սահմանադրությունը։ Հիմա արդյոք կարող են սրանք գնան հանրաքվեի։ Չէ, վերջերս կասեն դուք ընտրություններին, չգիտեմ, 700,000-ից ավել իբր թե ձեն եք հավաքի։ Դե գնացեք, ուրեմն իրականացեք, բերեք այդ 700,000 մարդ։ Ինչ եք կարծում, օրինակ, ինչու Հայաստանը վախենում է, տպավորություն է, թե վախենում է հանրաքվեից, ինչու է վախենում։ Վախենում է հանրաքվեից, որտեղ հանրաքվեի պահանջները շատ ավելի բարդ են, քան ընտրությունների։ Հանրաքվեներին բերել մարդկանց շատ ավելի դժվար է, քան ընտրության։ Եվ որպես կանոն Հայաստանում բոլոր հանրաքվեերը բացառությամբ անկախության հանրաքվեից բոլորը տապալվել են, բոլորը։ Հետո մարդիկ ուղղակի չեն գել այդ հանրաքվեի։ Եվ սա գբերի խոշորագույն տապալման եւ ինչ որ առումով նաեւ ցույց կտա, որ իրանց այսպես կոչված ընտրությունների մաղթանակը կասկածի տակ կդնի եւս մի անգամ։ Չէ, մենք չենք տակցում ընդդիմությունը ասում, որ տեղ ունեցում մասսայական կեղծարարություն, այս դեպքում որ մարդիկ չգան։ Իշխանությունն էլ է դա ասում։ Հա, բայց հակառակ կողմին մատնացույց անելով։ Այսինքն տեսնում ենք էլի, որ իրենք դրանցից իսկապես այդ համակարգից, այսինքն հանրաքվե գնալուց լրջագույնս վախենում են։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք միջազգայնագետ Հայաքվեի քաղխորհրդի անդամ Արմեն Մանվելյանի հետ։ Սա այս եթերաշրջանի վերջին հաղորդումն էր, նոր եթերաշրջանում կհանդիպենք արդեն նոր թեմաներով։ Ցտեսություն։